Հանքարդյունաբերության ոլորտում առաջատար Mendia Resources ընկերությունն ու Հայաստանի երկրաբանների միությունը երկրաբանի մասնագիտական տոնը նշելու համար մեկ հարկի տակ են հավաքել ոլորտին առնչվող պետական գերատեսչությունների ղեկավարներին, գիտնականների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու երկրաբանների։ Այսօր շատ կարևոր օր է մեր երկրաբանների համար ու մենք ամեն տարի ապրիլի առաջին կիրակի նշում ենք երկրաբանների օրը, շնորհավորում եմ մեր երկրաբանների մասնագիտական տոնի կապակցությամբ ու նաև կարևորում եմ բիզնես եւ պետություն համագործակցությունը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ոլորտում իրականացում են զգալի ներդրումներ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, մոնիթորինգի համակարգի արդիականացման եւ թվային գործիքների կիրառման ուղղությամբ։ Համոզված եմ, որ պետական կառույցների, մասնագիտական համայնքի եւ մասնավոր հատվածի շարունակաբար համագործակցությունը կբերի ոլորտի զարգացման նոր որակի, ապահովելով մեր ընդերքի ռեսուրսների պատասխանատու եւ կայուն կառավարումը։ The United States and Armenia are actively discussing Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ակտիվորեն քննարկում եւ ընդլայնում են համագործակցությունը հանքարդյունաբերության եւ երկրաբանական հետազոտությունների ոլորտներում։ Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել ոլորտ, որը կգրավի պատասխանատու ներդրումներ, կամրապնդի ինստիտուտներն ու լայնածավալ օգուտներ կբերի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներին։ Ամերիկյան ընկերությունները բերում են առաջատար տեխնոլոգիաներ, բարձր չափանիշներ եւ թափանցիկ ու պատասխանատու գործունեության հանձնառություն։ Լեռների որդի խորագիրն է կրում միջոցառումը, որի հիմնական նպատակն է վերհանել ոլորտում առկա խնդիրները եւ պետություն մասնավոր հատված երկխոսությամբ գտնել լուծումներ։ Նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ներգրաված են բոլոր շահագրգիռ կողմերը, պետություն, մասնավոր, գիտական, կրթական հաստատություններ, նորարարական տեխնոլոգիաները ամեն օր փոխվում են եւ մեր կարևոր խնդիրն է նաեւ եւ պետության եւ մեր մասնավոր գործընկերների այնպիսի քաղաքականություն վարել, որ համահունչ լինի միջազգային աշխարհի տեխնոլոգիական առաջընթացի հետ եւ կարողանանք համահունչ աշխարհի հետ քայլել։ Միջոցառման կազմակերպիչների համոզմամբ նման համագործակցությունը նպաստում է փոխշահավետ լուծումների ձևավորմանը, ինչի արդյունքում շահում են թե պետությունը, թե մասնավոր հատվածն ու հասարակությունը։ Հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների հետ մենք մշտական կապի մեջ ենք, շատ դեպքերում իրենք են մեզ դիմում ինչ-որ առաջարկներով կամ մտահոգություններով, շատ դեպքերում մենք ենք իրենց դիմում, եթե հարցեր ենք ունենում, ու վերջին տարիներին մենք ահագին օրենսդրական փոփոխություններ արել ենք այդ ուղղությամբ։ Այսինքն մի կողմից մենք ուզում ենք այնպես անել, որ օրենսդրական կարգավորումները ոլորտի համար մաքսիմալ պարզ լինեն, թափանցիկ լինեն, հեշտ լինեն, բյուրոկրատական քաշքշուկները քիչ լինեն, եւ երկրորդ ուղղությունը, որպեսզի աշխատանքները նաեւ լինեն բալանսավորված ու շրջակա միջավայրին ու այլ ուղղությունների հետ հակասություններ չստեղծեն, վերահսկողությունը ավելի արդյունավետ լինի։ Պետություն մասնավոր հատված համագործակցությունն ամրապնդելու նպատակով միջոցառման շրջանակում կնքվեց հուշագիր Հայաստանի երկրաբանների միության եւ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի միջև։ Որպես պետական վերահսկողություն ունեցող մարմին մեր համար շատ կարևոր է ոչ միայն վերահսկողական process-ը, գործընթացը, խախտումների հայտնաբերումը, դրանց պատասխանատվության միջոցներ կիրառելը, այլ նաև իրազեկման եւ տնտեսարողների հետ հարաբերություններում խորհրդատվական բնույթի հարցերի բարձրացնելը դրան կարևորելը։ Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են նաև լրացուցիչ խորհրդատվական բնույթի զրույցներ ունենալ, քննարկումներ ունենալ, որպեսզի ոչ թե մենք հետագայում գնանք եւ օրինակ արձանագրենք ինչ-որ իրավիճակի հետևանքը, այլ ի սկզբանե քննարկենք այն հնարավոր իրավիճակները, որոնք հնարավորություն կտան կանխել ուղղակի ի բնե այդ հետևանքները։ Միջոցառման շրջանակում ստորագրվեց նաև եռակողմ հուշագիր Հայաստանի երկրաբանների միության, Mendia Resources ընկերության, ինչպես նաև նրա գործընկեր կանադական Հայասա Metals ընկերության միջև։ Mendia Resources-ը համագործակցելով միջազգային առաջատար ընկերությունների հետ Հայաստանի տարբեր հատվածներում իրականացնում է լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ։ 2025-ի հուլիսից ընկերությունը սկսել է համագործակցել կանադական խոշոր Tech Resources Limited ընկերության հետ, որն ունի միջազգային ծրագրերի իրականացման մեծ փորձ, այդ թվում բնապահպանական բարձր չափանիշների պահպանմամբ։ Ամենակարևոր ձեռքբերումը կարելի է համարել մեր համագործակցությունը երկրաբանների միության եւ կանադական խոշորագույն Tech Resources ընկերության հետ, որի շրջանակներում արդեն իսկ երկրաբանահետախուզական աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 10 միլիոն, առաջիկա 2 տարի նախատեսում ենք լրացուցիչ 15 միլիոն ներդրում ու հաջողության պարագայում
Եթե ունենանք դրական արդյունք, ներդրման ծրագիրը կարող է հասնել մինչև 3-ից 5 միլիարդ ԱՄՆ-դոլարի։ Տավուշի մարզի Վազաշենի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներն արդեն ավարտվել են, պատրաստվում են շահագործման։ Վայոց ձորում հետախուզական աշխատանքները կտևեն 7-ից 8 տարի։ Լոռիում եւս այդ աշխատանքները շարունակվում են։ Mendia Resources-ը աշխատում է միջազգային բարձր չափանիշներով, որտեղ առաջնայինը շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունն է եւ համայնքների զարգացումը։ Բնության վրա ազդեցությունը նվազեցնելու համար ընկերությունը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ։ Իրականացնում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր ու կարևորում ենք նաև ոչ միայն դրական արդյունքը, այլ նաև համայնքի սոցիալական կյանքի բարելավումը, համայնքի վստահության ձեռքբերումը եւ ամենակարևորը աշխատանքային եւ առողջության անվտանգության ապահովումը։ Երկրաբանի օրվան նվիրված լեռների որդի միջոցառման ավարտին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը պարգեւատրեց ոլորտում երկարամյա փորձ ու նշանակալի ներդրում ունեցող վաստակաշատ երկրաբաններին։